Նամակը մի ես 2 ամիս դեռ մի քիչ էլ ավել այստեղ արտաշիրիմում պահանջող ծնողների հետ դուք եք լուսաբանել լավ տեսել եք եկանք այստեղ նամակ հանձնեցին կառավարություն արտաքին գործերի նախարարություն կառավարությունից պատասխանը եկավ ես ուզում եմ արտաքին գործերի նախարարություն ուշադիր լսեք ձեր դուրը նորից եմ գալու պատասխանը եկավ որ ուղղորդվել է նամակը արտաքին գործերի նախարարություն Ես 28 զանգ եմ թողել արտաքին գործերի նախարարությունում նամակներ վերցնող բաժինը դա լրատվության հանրային կապերի բաժին է, չգիտես ինչու։ 28 զանգ եմ թողել լրատվության բաժին անպատասխան։ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակին եմ զանգահարել։ Անցած շաբաթ ինձ գրել է, որ գալու է եւ անմիջապես կապ հաստատի ինձ հետ։ Ասել եմ ինչի մասին է իմ զանգը եւ ինչի եմ անհանգստացնում։ Արտաշիրիմում պահանջող ծնողները պատասխան են ակնկալում։ Այն ծնողներն են, ովքեր Արցախյան օկուպացիայից րոպեներ առաջ, ժամ առաջ, օր առաջ իրենց զավակներին ադյալներով, չգիտես, այդպես հողի տակ դրեցին եկան հույսով, որ կգան այստեղ հետո կկարողանան իրենց տղաներին քրիստոնյային վայել խնկարկում անել։ Չկա պատասխան։ Եթե այդ կառույցում հումանիտար որևէ հարցի անգամ զանգին չեմ պատասխանում, պորտաբույծ կառույց է։ Այ այնտեղ պորտաբույծ եւս մի կառույց։ Հերթով բոլոր պորտաբույծ կառույցների անունները գրելու եմ, հերթով հրապարակելու եմ, անգամ եթե դուք մի նամակի 2 ամսում չեք կարողանում պատասխանել, գուցե մեկ ծնողի կհանդիպեիք, գուցե 2 ծնողի կընդունեք, գուցե կասեք մենք չենք կարող ոչինչ անել։ Խաղաղություն եք ասում բերել եք։ Բա գնացեք մարդկանց զավակների շիրիմները բերեք։ Բա գնացեք որոնողական աշխատանքներ սկսեք անել։ Որտեղ է այդ խաղաղությունը, եթե դուք այդ հումանիտար հարցերը չեք կարող անել։ Նորից եմ ասում, այո, Բիսմարկը ճիշտ է, սուտ ասում են պատերազմից առաջ եւ ընտրությունից առաջ։ Հիմա մենք սուտ ասելու ամիսներ ենք ապրելու։ Շնորհակալ եմ ձեզ։